Ես եմ։ Ան չես սպասում, Օպար ջան, մտի, մոդրին չի սիրում, որ սպասում է, մտի, Օպար ջան, մտի։ Գնա, Օպար ջան, գնա։ Ներս եկեք։ Վազգենն ես։ Հա։ Առաջացիր ու նստիր։ Հենց ես վրես նայեմ, ասես այլ մոլորակային ես տեսել։ Դուք հայերեն եք խոսում։ Հա, որովհետև մորս կողմից տատս զտարյուն հայր, բայց ես կարող եմ խոսել անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն և ավանական փուշտ ու ձեղախմբի դիալեկտով։ Չէ, եկեք խոսենք հայերեն։ Ես չգիտեի, որ ձեր մեջ հայի արյուն կա։ Բոլոր տաղանդավոր մարդկանց երակների մեջ մի քիչ հայի արյուն կա։ Դա ես եմ քեզ ասում։ Դե իմ ասա ինչի համար ես եկել ինձ մոտ, ինչով կարող եմ քեզ օգնել։ Միջանցքում լիքը սպասողներ կան, որոնք իրենց հերթին են սպասում, եթե ասելիք չունեք կարող եք գնալ։ Ես ձեր այցի համար փող չեմ պահանջի։ Եթե քիչ առաջ դուք ինձ հետ չխոսեիք, ես կմտածեի, որ դուք համր եք ու եկել եք, որ ես ձեզ օգնեմ։ Պարոն Մոդրի, ես հավատում եմ մարդու գերբնական հատկություններին, բայց դրա հետ մեկտեղ ես այնքան էլ միամիտ մարդ չեմ։ Ես հասկացա, դուք այն թերահավատներից եք, որ մինչև իրենց աչքով հրաշքը չտեսնեն, չեն հավատա։ Հա։ Սովորաբար քեզ նման մարդկանց ես անմիջապես դուրն եմ ցույց տալիս, բայց քո դեպքում ես զիջումներ կանեմ։ Ասա ինչի համար ես եկել ու ինչ կարող եմ ես անել։ Դե ես… Լավ, ես կառաջարկեմ։ Արի ճանապարհորդություն կատարենք քո անցյալի միջով։ Ես քեզ բաներ կասեմ, որի մասին բացի քեզանից ոչ մեկ չգիտի։ Ուզում ես։ Հա։ Ձեռքդ տար դեպի գունդը։ Դու ծնվել ես 1961 թվականին նոյեմբեր 7-ին ծնողներդ ուզում էին անունդ Սերգեյ դնել, պապուտ պատվին, բայց մայրդ չի համաձայնվել ու ցանկացել է, որ դնեն իր հոր անունը, քանի որ իր հայրը տղա չի ունեցել։ Այդ ամեն ինչը դու հիմա տեսնում ես։ Հա, ես շատ բաներ եմ տեսնում և նույնիսկ այնպիսի բաներ, որի մասին դու չէիր ցանկանա լսել։ 12 տարեկան հասակում ձիուց վայր ես ընկելու, կոտրել ես ոտքդ։ Հա։ Ինչ է որս վախենում ես ձի նստել, ճիշտ է։ Հա։ Հետո գալիս է քո պատանեկությունը, որի վրա ես կանգ չեմ առնի։ Ինչի։ Մենակ կասեմ, որ ջահել ժամանակ դու քո ընկերը սիրել եք մի կնոջ, բայց այդ կինը ընտրել է քո ընկերոջը ու ամուսնացել նրա հետ։
ուզես այդ կնոջը դրա համար էլ չես ամուսնացել։ Ուզում ես իմանալ, թե ինչի համար նա քեզ չի ընտրել։ Ինչի։ Որովհետև մտածել է, թե դու շատ ժլատ ու անպետք մարդ ես։ Միլիոնների վրա նստել ես ու վախենում ես դրանք ծախսես։ Ես միլիոներ չունեմ։ Ես չեմ ասում, որ դու միլիոններ ունես, ես ասում եմ, թե ինչ ա մտածել քո մասին այդ կինը։ Այդ կինը սխալվում է։ Հնարավոր է, բայց նա հենց այդ պատճառով քեզ չի ընտրել։ Ուրիշ է այդ ամուսնացել։ Դե ինչ հիմա դու համոզվեցիր, որ ես շարլատան չեմ։ Հա։ Սեանսն ավարտված է։ Հաջողություն։ Ոնց է ավարտված է։ Ես հələ չեմ ասել, թե ինչի համար եմ եկել։ Բայց դու արդեն ծախսել ես քեզ հատկացված ժամանակը եւ ինձանից բավական էներգիա ես խլել։ Գնա Վազգեն։ Վաղ գաս եթե այդքան ուզում ես, բայց կգաս հստակ կազմակերպված մտքերով, թե ինչ ես ուզում։ Լավ։ Հաջողություն։ 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 Մենակ նորից չսկսես Մարգո, հավես չունեմ։ Բայց ես հələ չեմ էլ սկսել։ Փաստորեն առավոտվա քո այդ բոցաշունչ ելույթը, որ ուղիղ 45 րոպե ինձ հարցաքննում էր, այդ հերիք չէր։ Ես քեզ չեմ հարցաքննել, ես ուղղակի ուզում եմ ճիշտն իմանալ։ Ես ճիշտն էլ ասում եմ։ Փաստորեն դուրս է գալիս, որ մարդ մենակ շատ փող ունենալով չի կարա երջանիկ լինի։ Ինչ ես ուզում դրանով ասել, երջող։ Այն, որ երբ որ փող չունեինք, քո խոսալու նյութը առավոտից իրիկուն մենակ փողն էր։ Ասում էր, որ փողը լինի, մնացած ցախ հարցերը ինքնըստինքյան կլուծվեն։ Բայց հիմա երբ փող ունենք, դու մեկը մի բան գտնում ես, որ պրոբլեմ սարքես գլխիս։ Չհասկացա, երբ ուրեմն ես իրավունք չունեմ իմանամ որտեղ ես ու թրև գալիս ու ում հետ, ես դրան պետքա նորմալ նայեմ, հա։ Նախ առաջինը ես թրև չեմ գալիս, այլ աշխատում եմ։ Երկրորդն էլ չհամարցակվես իմ հետ այդ տոնով խոսած։ Թե չէ ինչ կանես, երջող։ Ես չեմ անի, դու կանես, վեշերդ կհավաքես ու հայդա հորդ տուն։ Լուրջ ես ասում, երջող։ Լրիվ։ Փաստորեն ճիշտ են ասում, էլի, որ փողը փչացնում է, չտես մարդուն։ Ձեռդ 2 կոպեկ փող ընկավ, հիմա ինձ տնից դուրս ես անում, հա։ Կարող եմ մի հատ նոր կնիկ ես ճարել քո համար։ Հələ չէ, բայց կարող է տենց ստացվի, եթե քեզ այդպես պահես։ Ես սեղանի փոշի խիչ ես մաքրում, այս տունը ոնց որ խոզանոց լինի արա։